Ողջույն հրագիրնեզի սիրելի հետևորդներ, եթե հմստայությանն է մեր տաղավարից այսօր հեռահար կապ ենք հաստատել ազգասերներ խմբի ղեկավար, Քոչարի կուսակցության խորհրդի անդամ, քաղաքական լեզաբան Գագիկ Թովելոսյանին։ Բարև ձեզ, պարոն Թադևոսյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեզ հետ կապ հաստատել հեռավար։ Պարոն Թադևոսյան, տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, արշավ է սկսել եկեղեցու հոգևորականների դեմ, որը վերջին օրերս նոր թափ ստացավ, կարծես թե ձերբակալվեցին մի շարք հոգևորականներ, 2 ամսով կալանավորվեց Հարագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ լուրերից է իմացել հոգևորականների ձերբակալությունների մասին։ Նախ հնարավոր համարում եք Փաշինյանի այս հայտարարությունը եւ ձեր գնահատմամբ սրանով ինչ խնդիր է փորձում լուծել այս իշխանությունը, ինչու է փորձում ավելի լարել, առանց այդ էլ լարված եկեղեցի պետություն հարաբերությունները։ Բարև ձեզ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հարգելի Արփինի հրավերի համար, հիշեցնեմ ձեզ, որ շնորհակալ եմ նաև ես Օրագիր Նյուզին, սա առաջին հայկական լրատվական կայքն է, որին 4 տարի գործունեության ընթացքում լրատվականների տարբեր տեղեր Հայաստանում հրավիրել են քաղաքական հարց քննարկելու, շնորհակալություն բոլորիդ։ Առաջի հարցը, որը հենց միանգամից հոգևորականների մասին է, սա մեր ազգի ամենացավոտ տեղին խփելն է։ Ոնց որ ասում են մարդու մազուլին տրորելն է, այսինքն ինչ է նշանակում։ Հայ հոգևորականներին ձերբակալել են 2 իշխանություն տարբեր երկրների, ոչ Հայաստանի։ Մեկը եղել են ջհուդ բոլշևիկյան կոմունիստական իշխանությունները, որոնք տանջել են, տարել են Սոլովեցյան կղզիներ եւ այլ բերդերում սպանել, տանջամահանել, եւ Օսմանյան Թուրքիան, որոնք ժամանակին Հայաստանը մինչև 1915 թվական ուներ 5000-ից ավելի հոգևորական, կոտորեցին մոտավորապես 3-4 հազարի իրենք, մի 500-600 խորհրդային միությունը։ Խորհրդային միությունից հետո հայ հոգևորականությունը քիչ դպրոցների, կրթական համալիրների միջոցով հասել է հիմա մոտ 1000-ի։ Ես չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը այսքանով կավարտի, քանի որ գոյություն ունի ծրագիր, որը շատ մութ ուժերի կողմից է ղեկավարվում, սա ուղիղ պայքարն է ոչ միայն հայ եկեղեցու, հայ մշակույթի, հայականության, հայ տեսակի դեմ։ Դարերով հայ ժողովրդին պահել է իր մշակույթը, իր լեզուն, իր հավատքը։ Ցանկացած հայ, օրինակ ես որ Գերմանիայում եմ գտնվում, Նյուրնբերգում, առաջինը ինչ ես անում։ Գնում ես, տեսնах որտեղ հայկական կամ համայնք կա, համայնքի հետ եկեղեցի, չէ՞։ Եթե դու ձերբակալում ես համայնքի ղեկավարին եկեղեցու, դու միանգամից հարվածում ես ազգի միության։ Իմ համար սա հրեշավոր ծրագրերից մեկն է, որը Նիկոլ Փաշինյանը կատարում է մութ ուժերի հրամաններով իր տերերի տարբեր տեղից կարա լինի, թե կարա լինի Եվրոպայից, Արևմուտքից, թե Ռուսաստանից, թե Թուրքիայից, կապ չունի։ Ինքը մութ ուժի ներկայացուցիչն է։ Ինչու՞, քանի որ ինքը տեղ է տալիս Հայաստանի բոլոր կրոնական սեկտաներին, բացի հայ առաքելական եկեղեցուց։ Գոյություն, եթե ունի այսօրվա դրությամբ կարգ, ես եմ, հոգևորական եմ, քաղաքացիական որևէ բան խախտել եմ։ Վերջապես բացի հոգևոր լինելուց Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ինչ գոյություն ունի։ Գոյություն ունի ոստիկանություն, համապատասխան քննչական եւ այլ մարմիններ, ծանուցումը գալիս է, ես գնում եմ, չէ՞։ Այ որ չեմ գնում, նոր իմ հետևից գալիս է։ Իսկ ես ցուցադրված Հաճոյանալ Ալիևին, Տուրքին եւ այլ տերերին զինված ԱԱԾ-ն դարձել է թաղայինի Մակար ակամբարնի ազեն, այն է հոգևոր մարդ։ Ես չեմ անհատականացնում։ Հա, կան հոգևորականներ, որոնք այս գործի մեջ կան։ Ես հիմա ուզում եմ կոնկրետ ասել, ոչ թե ասել է սլավնավատնա, ես իմ հաղորդումներում ասում եմ։ Ուղղակի ես շատ բան չեմ ասում, հարգելով որ դուք գտնվում եք նաև Հայաստանում, որ ձեր հեռուստատեսությանը եւ աշխատողներին հետո չփագեն։ Ես հասկանալով սա չեմ ասում, ոչ թե վախենում եմ։ Ուղղակի ես հիմա ներկայացնում եմ փաստը, սա աշխարհի ամենատմարտի հանցագործությունն է, կոտորած հայ ազգի նկատմամբ։ Չկա հոգևոր արժեքը, չկա հայ ազգը, չկա պատմության գիրքը, որին բարձրաձայնում եմ ես անտառ։ Պատմությունը փոխվում է հոգևորականությունը, այլասերվածությունը լցվում է ինտերնետ եւ փողոցներ, ազգից ոչինչ չի մնում։ Ազգի քանդելու հիմնական ձևը սա է։
Հոգևորականներից Խնդրեմ։ վերջին ամիսներին ձերբակալվում են նաև շատ ընդդիմադիր գործիչներ, այսօր կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, տեղեկություններ կան, որ հաջորդը լինելու է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ինչպես եք վերաբերում վերջին ամիսներին հոգևորականների եւ ընդդիմադիր հասարակական գործիչների ձերբակալություններին, կա այստեղ քաղաքական ենթատեքստ եւ ձերբակալությունները որքանով են համատեղելի ժողովրդավարության եւ խոսքի ազատության սկզբունքների հետ, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն է իրեն եւ իր իշխանությանը այսպես հռչակել ժողովրդավար։ Ուրեմն ժողովրդավար բառը հարգելիս այսպես է, ժողովրդավարությունը դա ծածկադմփոց է շատ իշխանությունների, որոնք փորձում են իրենց ծախված, կեղտոտ, մութ ուժերը փակել։ Եթե ժողովրդավարությունը Հայաստանում գոնե մտածում էր 35 տարվա մեջ 1 սանտիմետր, այսօրվա դրությամբ ցանկացած հաջորդ նախագահ, օրինակ անցնենք, ասենք Լևոնի պիտի նստածրած լիներ Քոչարյան։ Քոչարյանին Սերժ օրինակ եմ ասում, բայց Հայաստանում այնպիսի մի բան է, որ բոլորը մաքուր են ու վերջում հանձնվել են գործերը մի մարդու, որը ընդհանրապես հայազգի հետ ոչինչով կապ չունի, խոսքս Նիկոլ Փաշինյանի մասին է, ընդհանրապես ոչինչով կապ չունի։ Ոչ վարքով, ոչ խոսելաձևով, ոչ տեսքով, ոչ կրթությամբ, ոչ հոգեբանական, բարոյահոգեբանական եւ պատմական արժեքներով։ Եվ հաջորդականությունը, հիմի ժողովուրդը ասում է հաջորդը Դավիթն է, եկարան ասենք ոնց որ խառնեն այդ միֆը, հաջորդը բռնեն ոչ թե Դավիթին, բռնեն պայմանական եմ ասում Պողոս, օրինակ։ Այս Գյումրու դեպքը ես ինչքան էլ չընդունեմ Վարդան Ղուկասյանին որպես քաղաքապետ, որ անընդհատ ճամբարներ է փոխում ու անընդհատ չի կարա լինի հոգևորական կոմունիստ, որոնք բոլորը հակառակ են եկեղեցուն, սա իմ գործը չի, բայց բեմականացված ձերբակալությունը, այն էլ սենց օմոնը մտնում է Երևանից կարմիր բեռետ ժողովրդին բրդելով եւ այլն, սա նույն հերթական դեպքերն են, ինչ որ կատարվեց Աճապայանի, ինչ որ կատարվեց մյուս հոգևորականների, ինչ որ կատարվում է Արտակ Սարգսյանի, Քոչարի կուսակցության ղեկավար, որ ցուցադրաբար պարկացրին գետին, բան, տարին կես սատանային կալանքի մեջ է, վրեն ոչ զենքն են գտել, մարդուն ձերբակալել են որպես ապօրինի զենք պահելու եւ փող լվալու համար, փող լվալը ամբողջ աշխարհի Ինտերպոլով բանով հարցրել։ Չեն գտել, զենքը դե տարին կեսա չեն գտել։ Եվ են գտնելու հայտնի չի։ Նույնն էլ կատարվում է։ Այսօր տարբերություն չկա։ Գյումրու Վարդան Ղուկասյանն է, վաղը միսօր կլինի Գադիկ Թադևոսյանը, Պողոս Պողոսյանը, պայմանական Պետրոս Պետրոսյանը, հասարակարգին ցուցադրական, իրենք ուզում են հաճոյանալ։ Ես մի տարբերակ ունեմ, ինձ թվում է Նիկոլը փախնելու ու փախնելու է խայտարակ ձևով իրենցներին դնելու զոհասեղանին։ Աշխարհի վրա շատ դիկտատորներ են եղել։ Նիկոլը դիկտատոր է, բայց ուռած, փչած, ինքը վախկոտ դիկտատորներից, այսինքն ինքը Հիտլեր չի, Ստալին չի, որ պատերազմներ հաղթի, բարձր, ինքը Մուսոլինի չի, որ գաղութներ վերցնի, ինքը վախեցած, միակ երկրագնդի պատմության մեջ, ես որպես պատմաբան եմ ձեզ ասում, ու չի էլ լինի էլ, միակ դիկտատորն է, որը պարտվել է ու մնում է դիկտատոր։ Իհարկե դրսի ուժերի սա խայտարակություն է, ու բոլորին կարան բռնել, վարկյանների ընթացքում բոլորին, առանց որևէ պատճառ, բայց շոուներով։ Էլ եմ ասում, Վարդան Ղուկասյանին ինչքան է չընդունել, գոյություն ունի կարգ, կանչում ես, կոռուպցիա ես ասել, կանչում ես, ուղարկում ես, ծառայությունը գալիս է, չեկավ, բռնում ես ոչ թե ցուցադրաբար, ոչ թե քաղաքապետանից հանց։ Մինչև էդ էլ Հայաստանում ձերբակալություններ եղել են։ Շոուները սա այն մարդու տեսակն է, ինչ άλλոց ասեմ ձեզ, Վլադիմիր Պուտինը ես միշտ սա շեշտում եմ։ Մի հատ ճիշտ բան ասե Նիկոլի ու Ալիևի համար, ասեց երկու սիրում են կամերաների առաջ կոտրատվել բառացի, կուվիր կացա, ջարդու կտորում։ Դրա համար էլ իրար դնում։ Այսինքն նույն դերասանական, նույն վաղից, տեսեք, կրիմինալիստիկայի մեջ, որ ոնց են հայտնաբերում հանցագործությունը, կինը արել թե տղամարդ, կինը ավելի դաժան է ստանում, որտեղ ֆիզիկապես թույլ է, ինքը ավելի շատ հարված, ավելի դաժան, որ զոհը չկենթանա։ Նույնն է սա է, Նիկոլ Փաշինյանի վախի մթնոլորտից, խառնված ու տերերի հրամաններից, այնպիսի բաներ ան, որ շատ ժամանակ, հետո ինքը որ հետ է գալիս դրանից, զգում է, որ չափնացել է, բայց ինքը արդեն կեղտի մեջ է։ Իր վրա այդ ամբողջը արդեն բոլորը ձայնագրած,
բոլորը նախորոք իրան որ թելադրել են, իր տերերը կլինի Թուրքիայից, Ռուսաստանից, Արևմուտքից, արդեն դրանք ոնց որ օգտագործում են որպես խայծ կրկին փաթաթելու իրավասու։ Սա հայտարարությունը բոլորին կարա ձերբակալ։ Բոլորին, բանին, Սև Հովազին ձերբակալեց, Պաստա մարդուն կանչել են վկային, վկան ասում է ինձ թվում էր, թե հեղաշրջումը, թվալը որն է, ինձ թվում էր, բայց վկան ազատ գնաց, ինձ թվում էր, մարդուն բերին տնային կալանք, այսինքն այսօր Հայաստանում բացի հոգևորական քաղաքապետ, հարյուրավոր մարդիկ տնային կալանքների մեջ են։ Առանց օրենք փաթաթեն վզին եսի միջ։ Օտար երկրյա պետության գեներալ լեյտենանտին Արտակ Սարգսյանին, Կենիայի փոխոստիկանապետ ձերբակալել է, նա անկապ ինչ-որ բան, սա ծիծաղել, բոլորին են այդպես կապ չունի, հասկանում եք, չէ՞, սա խայտարակություն է, ինձ թվում է փախնելու է, ուշադիր եղեք, հենց Նիկոլը Հայաստանից դուրս է գալիս, Հայաստանը մի բան ունի, հենց դուրս է գալիս մի հատ խայտարակություն է։ Ես ինձ թվում է ինքը սարկում է, որ փախնի արևմուտք, որտեղ ես հեսա ձեզ մի բան եմ ռեալ ասելու, ինֆորմացիա ռեալ է։ Արևատակով, բոլորդ հասկացեք, եթե մի երկրի ղեկավարը, եթե ինչ հարց սարքել է ու օգուտ ստանալը կայսերական պետությունների եվրոպական այդ հին գաղութատեր շատ հեշտ է, պարզա, չէ։ Այսինքն պատկերացրեք մենք ենք Հայաստանն է Ֆրանսիայի տեղը ու աշխարհին տիրում է ինքը իր չափով ու Հայաստանը միշտ հարց ունի լուծելու։ Ղեկավարն է մի հատ վախկոտ մեկն է, ինչ ասես պետք է անի։ Ֆրանսիային ձեռը տան։ Պարզա, չէ։ Սա է մեր համար, ցավը սա է։ Հայրենիքը քանդել պատմությունը, Մասիս սարը հանել, չթողնել իր կարճ էլի ժողովուրդ ամեն ինչ մաս շտոցին չթողնել, նժդեին ասել թշնամի, ֆաշիստ, Արցախը ծախել, Հայաստանից հողեր ծախել, ասել դա հաղթան։ Սա վախկոտ մարդու ինքը անընդհատ անում է, տեսեք, որ ժողովուրդը դուրս գա։ Ես 4 տարի, ես առաջ օրը որ իրենք ուշադիր, դուք օրագիր նյուզն եք, լուրերը գտեք, խնդրում եմ, Նիկոլ Փաշինյանն որ առաջի օրը եկան իշխանության, բոլորը ցույց տվեցին վեստ, որը չի նշանակում միասնություն։ Նշանակում է արևելքի օքյակ ու բոլորը ֆռացին Երուսաղեմի կողմ։ Ես գրեցի ինչ ասես, ինձ ասել են, հետո ճիշտ մարդիկ հասկացան, որ ճիշտ եմ ասում։ Բոլորը ուշադիր եղեք, ցույց են տալիս վեստ, ֆռում են արևելք։ Այդ կադրը կխնդրեմ դուք գտնեք, դուք ավելի շատ հնարավորություն ունեք։ Այն որ բեմ էին դրել, դրոշը գրում էր ալենը բոլորը։ Այս մարդիկ կատարում են այդ քանդելու գործողություն։ Իրանց միակ գործը հայ ազգին ֆիզիկական, հոգեբանական, բարոյական ոչնչացնում է, բայց ասեմ ձեզ, որ չի ստացվել։ Բարդուղիմոսյան գիշեր, ես այս խոսքը ասել եմ 21 թվականից։ Նրանց ուսածը, դա իր գրքի գրածով, որ արյուն լինի, փողոցներում մարդիկ իրենց սպանեն, Նիկոլը մի հատ մուգ ավտոյով, ապակիների չծրած հիանա իր արյուններով ու թափի։ Սա նրա երազանքն է, ու իր թմի։ Ճիշտ է, նստած են կուրատողները Մոսկվայում, Եվրոպայում, Ամերիկայում կապ չունի, Թուրքիայում, Ադրբեջան, բայց հիմնական գործը սա է, Իսրայելում։ Սա է, մեր ցավոտ հարցը սա է, արգելինից։ Ամեն ինչ կարան, թե վաղը կլինի, Մասիսի, օրինակ տեսեք, Մասիսի քաղաքապետին, չէ, Դավիթին, ինչքան հիշում եմ, որ Սերժ Սարգսյանը ասեց, Դավիթը մեր կուսակցության, ես հենց առաջին օրը ասել եմ, այս մարդուն փուռ են տալու, որտեղ հենց հայտարարեց, այս մարդը պետք է մի բան լինի, պարզա, չէ, ասենք հիմա բերեք այսպիսի բան ասեմ, Սամվել Կարապետյանին, օրինակ արհեստական ձերբակալությունները, ես դրանք չեմ ուզում խորանալ, որտեղ կան ձերբակալություններ պայմանավորված բոլորսը տեսնում են։ Իրենց թիմից էլ Աղազարյան Հովիկին իբր թե ընդդիմություն էր, ինչ ասես հայոյանքով սարքին, բայց մնաց փաստաբան։ Ես արհեստականը իրականի հետ չեմ ասում։ Երկար ասելու բանն եմ, բայց որ ձեր ժամկետը քիչ է, մի քիչ կլրվեն։ Իմ համար կան շատ արհեստական, գիտեք ոնց է, ասենք պատկերացրեք, դուք իմ մոտ մարդն եք, ես էլ քաղաքական գործիչ եմ, ուզում եմ իրական ում որ պետքա գցեմ բերդ, ձեզ էլ եմ մի հատ գցում հետո հանում, կամ գցում եմ պահում եմ, կամ դուք ինչ այնտեղ օրը մի ժամ եք նստում կամ չեք նստում էական չի, մյուսներին իրական են պահում, նույնը լինում է եկեղեցու հետ, նույնը լինում է քաղաքապետու, նույնը լինում է իբր թե իր թիմակիցների հետ։
Բան Ջալալը նստած չի, Ջալալի գործը կորելա Գորիսում կայֆավատը, մարդը մանա գալիս։ Օնի Գասպարյանը նստած չի, պատերազմի իրական պատասխանատուները տոնոյա մոնոյա նստած չէ։ Բերում են մի հատ կապիտան, ասեն կապիտանը $200 է ինչ որ վերցրեց ծախե, որի համար ծիծաղել է, կամ ասում է ռուսական S300-ի վրայից ոսկու մաս անեն։ Հարգելիներս, այդ մարդիկ, որ իրենք էության բանակ չեն, ծառայել։ Ես 93-ի Հովհաննիսյան Ղևոնդի զինվորն եմ, բոլոր Հովհաննիսյան Ղևոնդի մոտ ծառայածները բոլոր գիտեն դա ինչ է։ Հայաստանի համար նույնիսկ ռազմական ոստիկանությունը լսում էր, որտեղ ես ծառայ, խաչակնքում քեզ բաց։ Ոնց կարելի է քանդել 200-300 միլիոն դոլարով ապրանքը վրայից ոստիկանը։ Ինչի դենց որ հեշտ լներ, Հիմա Ռուսաստանը բարդակ է, ամբողջ այս 300-400-ների վրայի ոսկիները կանեն։ Այսինքն մենք պարտվել ենք մի հատ կապիտանի $200-ից, որ կապիտանը ծառայող մարդը գիտի կապիտանը ինչ պատասխանատվություն ունի։ Կամ մի հատ ինչ որ $200-ից մասի հանելուց, փաստորեն Հայաստանը կարելի է քանդել 2 հոգով, մի հատ $200 տան, մի հատ կապիտան սխալ ինֆորմացիա տան, մեկ է մի հատ այս 300-ի վրայից ոսկի հանեն ու վերջ։ Հասկանու՞մ եք։ Սա այն աստիճանի ուղեղի համար է, որի նման չեն ծառայել, որ ընդհանրապես բանակից փախած են, հայ ազգի հետ կապ չունեն, միշտ նեղված են եղել, մանկուց իրանք պրոբլեմ են ունեցել մարդկանց հետ չներվելու, միշտ բոլորից դժգոհ։ Սա հոգեբանականն է հարցը, ոչ թե ինքը գիժա, ոչ մեկը Նիկոլին չասեք ճիշտ, Նիկոլին որ ասում եք ճիշտ, դուք իրան փրկում եք, որ ինքը ազատվի այդ վիճակից, ինքը խլու հնազանդ տերերի ծառանա, ամեն ինչ անմա տող, կետ, ու բոլորը իրան ընդունում են։ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունները, որոնք եղել են իշխանության, շատ հզոր են, ուրեմն իրանք չեն կարողանում միայն մի կողմ գցեն, սա էլ է հարցի մյուս կողմը, լավ չեն կարող մի կողմ գցեն, այդ ոնց եղավ որ բոլոր գեներալները Լևոնի, Սերժի, Ռոբի ժամանակվա գեներալներն են իրենց մտերին, այդ ոնց եղավ, այդ բոլոր միանգամից թեքվան դարան ես չեմ կարողանում իրան արտահայտվել, մարդ բառներն է շատ, իրեն հլու հնազանդ է, մինչև այսօր պաշտոնյաների 90%-ը Լևոնի, Սերժի, Ռոբի կադրել են, հատ նայեք, անուն ազգանունը ասեն, նույնիսկ պատգամավոր, նույնիսկ ՔՊ-ի պատգամավոր, նույնիսկ Գևորգ Պապոյանը, որը Նիկոլից շատ ձեր էր հավաքել, հանրապետական էր, հետո նոր սեց բան արեցի, սարքեցին իբր սխալ քվեարկություն ա եղել, Նիկոլին 20 ձեն ավելաց, հասկանում եք, քաղաքական վիճակը, որի հրամանը տալիս է Կրեմլից, սա ցավացնում է, իսկ Նիկոլը ծառայում է բոլորին, հավասար, այն վախեցած շաննման, որ խփում ես պոչը քաշնավոտները, ով ինչ ասում է, դրա համար էլ երկիր ես վիճակում։ Հայաստանին սարքել է պետական սուբյեկտից սարքել է սովորական ինչ-որ շրջան, տարածք, KGB-ին սարքել է թաղային, KGB-ի նախարարը մի ամիսա գրում էր այդ Ադրբեջանում եսի միջազգային սև շնությունը, KGB-ի նախարարը Հայաստանի անկախության օրը նշում է Բաքվում։ Հիմա դու ազգային անվտանգության ծառայություն, դա Ադրբեջանի անվտանգության ծառայությունն է, թե Հայաստանի Հանրապետություն։ Սա մեր ցավալի մասն է։ Իրենք բոլորը խաղում են հիմա այն բանի վրա, որ ստեղծեն քաղաքացիական կռիվ, էլի արում ոնց որ իր գրքի մեջ չգրավ։ Միջալոց ասեմ ձեզ, իր ապագա կա ապագա, այս սրտիկը, ես շատ լավ տիրապետում եմ բոլոր նշաններին ու խոսքերին, անընդհատ կախում եմ, այս ջհուդական սրտիկը, որ ինքը ցույց է տալիս ու աչքերով նայում, այս բոլորի մեջ մասոնական եւ սև ուժերի ծառայությունների հարցերն է մատուցում։ Ապագա կա ապագան, հատուկ կոդավորված խոսք է, որը նշանակում է դու իմ հետ ես, դու ինձից չես կարող փախնել, արյուն մահ ես քեզ կբերեմ, բայց դու ինձանից չես հեռանա։ Այս նշանը սրտիկը նշանակում է ես աչքերով նայում եմ քեզ, ես տիրապետում եմ քո միջոցներին, կործանելու եմ քեզ, ցույց եմ տալիս, որ քեզ սիրում եմ։ Ու այդպիսի բաներ ինքը հենց այնպես բաներ չան, չէ՞, ժողովուրդ ասում, ագիժա, չէ, ժողովուրդ չեն, գիժ չի։ Ինք իր տերերի հրամաններն անում։ Հիշեցնեմ ձեզ, որ հատուկ մասոնական կլինի թաքուն սատանիստական ծառայությունները մինչև գործանելը բարձրաձայնում են դա, քանի որ խոսքը ուժ ունի։ Մեր խոսքն է, որ մենք միասին, ես ամեն հաղորդման վերջում ասում եմ, հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Կիլիկիայում, Անգորայում, Պոլսում եւ այլն բնական անուններով քաղաքները, հա։
իրենց խոսքն է դա է, Եղեռնին ինձ բլոկել էին, որ ինքը 650,000 մարդու անուն կարմիր լույսով գրեց շիրմաքարին։ Մեր Եղեռնը զոհերի հուշարձանն է, չէ՞։ Պատկերացեք, ձեր վրա չբերեմ, ձեր վրա բերեմ, որ ցավը զգաք։ Պատկերացեք, ես հիմա դուք գնում եք գերեզման, ձեր անունը դուք կենթանի եք։ Ես կարմիր լույսով տառերով գրում եմ որևէ մեկի շիրմաքարին։ Դուք ինչ եք զգում։ Ու լույսը ուղարկում են երկինք, սատանին, սև լույսը, գիշերը հավասարի օրը։ Սրանք ամեն ինչ անում են, որ հայ ազգի վրա վատ բան։ Բայց քանի որ Աստված մեծ է, իսկ Աստծո անունը հայ է, սրա նմանել է հերթական ապրանքների պես կորելու են գնան։ Նիկոլով աշխարհի պատմության մեջ Չինգիզ խանամերը արյունարբու, Հիտլերամերը, Ստալինամերը վերացել են, կայսրություններ են վերացել, Օսմանյանն է վերացել, Սելջուկն են վերացել, վերջապես Տիգրան Մեծն էլ էր հզոր վերացավ։ Սա ով է որ մնա։ Իմ ասածը սա է, սա խայտարակություն է։ Հիմա Դավիթին կբռնեն, թե Արուշ Արուշանյանին կբռնեն, թե մյուսին կբռնեն, ուղղակի անունը սետ եկավ։ Իմ համար ոչ մի sense հերթականություն չկա։ Հասկանում եք, իմ համար կա երևույթը, որ օրական մի շոու 8 հոգի Հայաստանում սպանվում է, ոչ մեկ տեղյակ չի։ Բոլորը պատահաբար, զորքերը մանում են պատահաբար, ընկեր նախապե երկու տղու էլ հետը տանում դատում են։ Բանում, բիստրոյի մեջ երկու եղբայր հավասար իրար հետ պատահաբար կախվում են։ Սա խայտարակություն է, ես ձեզ ասեմ, կրիմինալիստիկան ուսումնասիրելուց չի կարող լինել երկու իրար հետ կախվեն։ Այդպես բան չի լինում։ Հավասար մեռնելու աստիճան չկա, մյուսը միշտ տեսնում է տանջանքը հետ է գալի։ Պատահաբար երկու հոգի կախվան, պատահաբար երկու հոգի սպանեցին Ամուր նույն օրը պատահաբար երկու հոգի սպանեցին ուրիշ գյուղում Արամուս, երկու հոգի այնտեղ ու բոլոր գործերը փակվում է։ Ինքը օրական նոր շոու է տալիս, որ մարդիկ 3 վարսածը մոռանան։ Հարյուրավոր շենքեր է սարքում կեղտոտ փողերով, գումարի թմրատեղի փողերով։ Շենքերից օրական մեկ ընկնում մահանում է, աշխատողի անվտանգությունը պաշտպանված չի։ Շենքերից ընկած մարդ որ մահանում է, շենքը մինիմումը 6 ամսից մի տարի պիտի փակ լինի։ Այդ շենքը հաջորդ օր աշխատում է, սարքում է։ Այս Երևանի վիճակը կանաչները կտրել են, բուսաբանական այգին կտրել են, հողեր են տալի, երթում էին ուտում եւ այլն։ Սա հայ ազգի կոնկրետ քանդում։ Խնդրեմ, հարց։ Պարոն Թադևոսյան, տեսեք, շատ այսպես քաղաքական ուժ կամ փորձագետներ նշում են, որ Փաշինյանին հեռացնելու համար պետք է նոր դերակատար։ Դուք տեսնում եք քաղաքական դաշտում որևէ ուժ, որը կարող է խմբել հասարակությանը, օրինակ տեսակետներ կան, որ իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ստեղծած ուժից եւ ընտրություններին նրա մասնակցության հանգամանքից։ Դուք անձամբ սա արժանահավատ համարում եք եւ արդյոք Սամվել Կարապետյանի ուժը իրական վտանգ է այս իշխանության համար։ Ուրեմն այս իշխանության համար ես ասում եմ իմ անձնական կարծիքը, հարգելի ես, չգիտեմ կկտրեք թե չեք կտրի, դա ձեր լրատվականի գործն է, ես Սամվել Կարապետյանին չեմ համարում իրական ուժ, բացատրեմ ինչ։ Ոչ թե իր կերպարը, ինքը իրական ընդդիմություն չի։ Սամվել Կարապետյանը այսօրվա դրությամբ եկել է Մոսկվայից, ինքը իրականացնում է ստից մի բառի վրա, հա, գոնե ուրիշ մեկին դատական գործ են ներկայացրել, սա պայմանավորված գործ ասես, մենք մեր ձևով, այսինքն իր ձևը որն է, կամ դու ասում ես իմ ձևը, ժողովուրդը ձեռները բարձրացած կանգնելն է, չէ, մեր ձևովը չի բացահայտվել, չէ, ոնց ասեմ, կոդավորումը չենք բացահայտել, չէ, ինչ է նշանակում մեր ձևով։ Կոդավորումը բացահայտվել է, Սամվել Կարապետյանը ասեց մեր ձևով զենքով, մեր ձևով ավտոմատով, մեր ձևով ՔՊ-ի գլուխը կտրելով, չի ասել, չէ։ Ես 100 անգամ լսել եմ, որ մարդը ասեց մեր ձևով։ Մենք մեր ձևով կորոշենք։ Մեր ձևը որն է, կամ այդ մարդը ասում է պարելով ենք գնում, չէ։ Հիմա սարքեցին Սամվել Կարապետյանին, ու հիմա, քանի որ Սամվել Կարապետյան բոլորս էլ լավ գիտենք Ռուսաստանի մարդն է, չի կարող ոչ մեկ ասի գիտես իշխա Սամվել Կարապետյանը Ռուսաստանի մարդը չի, չէ։ Ես մենք սկսենք մեզ խաբել։ Եվ այս նույն իրավիճակը, այս որ տեսնում ենք Սամվել Կարապետյանի թիմի դուրս գալը, ընտանիքի ծիծաղը, բանը։ Ես մի հատ ուրիշ բան կարամ ձեզ ասեմ, ավելի ցավոտ, չնայած հաղորդման ասեմ։ Պատրաստ եմ մի բան ասեմ, կան հատուկ հաճախականության զենքեր, որոնք աշխատում են մարդկանց վրա, որը դու անկախ քեզնից կարող ես այնպիսի բան ասել, որ ծիծաղ կամ հիասթափության բան առաջացնես։ Այդ բոլոր հաճախականությունը հեռախոսն է, ժամացույցն է եւ այլն ազդում են մարդկանց վրա։ Տեսեք հիմա ցույցի տեղ նայում եք երեխեքը ծիծաղում են, ուրախանում են, անկապ բաներ են խոսում։ Սա էլ կազմակերպված է։ Մեր ձևովը
Սա նույնպես կազմակերպված է։ Նախ ես ձեզ ասեմ անունի համար։ Սամվել Կարապետյանը միլիարդատեր մարդ է, Ռուսաստանի երկրորդ սեփականատեր մարդն է, հողի տարածքների քանակով երկրորդն է Սամվել, ինչքան սեփականություն ունի։ Ոնց կարա Սամվել Կարապետյանը մտածի մի անուն, որը հիշեցնում է վիրավորանք կամ պատերազմի առիթ։ Մեր ձևով հիշեցնեմ ձեզ, որ կուսակցությունների անունը թարգմանվում այդ մենակ երկրներն ու քաղաքներն չի թարգմանվում։ Ներկայացվում է արաբերեն Ալ-Ղաիդա կամ Ալ-Կաիդա։ Պատկերացրեք Սամվել Կարապետյանը անցնում է ու գնում է արաբական երկիր բանակցության Ալ-Կաիդայի ներկայացուցիչ։ Այդ նույն բանն է, ոնց որ ես անունս տնեմ, հենց նա Ադոլֆ Հիտլեր կամ Տեբան, իջիլ ու մտնեմ Թել Ավիվ։ Հասկանալ եք։ Այսինքն կամ դնեմ Գարեգին նշտել, հենց հիմա մտնեմ Բաքու ու ասեմ ես եկել եմ փրկել։ Սա թողնենք, իմ համար սա ընդդիմություն չի, սա հերթական խապ է, որովհետև ես տեսնում եմ, որ կուսակցության Սամվել Կարապետյանի կուսակցություն չկա։ Խմբի մեջ երևում են բոլոր նախկին ու ներկա, ես նիկոլական մարդել եմ տեսել։ Իմ համար ծիծաղելի է, որ բեմի ետև կանգնածները բոլոր մինչև հիմա փորձած ընդդիմություն ու ձախողած սկսած Բագրատից մյուսներով, որ այդքան ժողովուրդ հավաքեց, հետո միտումնավոր քչացրեց, բոլորի հետևը կանգնած են։ Լավ, ոնց կարա մարդը տենց արագ փոխվի։ Ոնց կարելի է ես այսօր առավոտ գնամ Լևոնի մոտ, այդպիսի մարդիկ կան, իմիջիայլոց ինձանից տեղացել են հեռուստաընկերության աշխատողներ, որ ասել եմ առավոտ գնում եք Նիկոլից մեդալ եք ստանում, իրիկունը գայս եք քոչան հետ գորում եք Նիկոլ Դաղաճը։ Այս հիմունքի մարդկանցով թիմ պահելով դու ժողովուրդը քեզ չի հավատա, ժողովուրդը մեզ չի հավատում։ Մենք Քոչարի կուսակցությունը ասում ենք, որ մենք ունենք մեր տարբերակը, սա է, բայց ժողովուրդը նոր է սկսում հավատալ։ Մենք միակն ենք, որ ասում ենք Արցախն ու Նախիջևանը ազատագրելու ենք պրոքսի բանակներով։ Ոչ հայ, հերիքա հայ զոհվի։ Ինչի Ադրբեջանը կարա պրոքսի օգտագործի Արցախում, Թուրքիան կարա, Ռուսաստանը կարա, մյուսները մենք չենք կարա։ Փող ես ասում եմ, որ դե շատ հասարակ բան։ Հայաստանը 24 թվականին դուրս է եկել Հայաստանից 17 միլիարդ 600 միլիոն դոլարի բանի օնլայն կազինոների փող։ Բյուջեն Հայաստանի 8.5 տարեկանը 2-ից 3 միլիարդ վերցնում է, որ ճեղքված կփակեն։ Էլի վերցրեք այդ գործը ավելք։ Եվ այսպես շատ հարցեր։ Հանքերի մեծ մասը գնում այս 100-ավոր թղթեր եմ ներկայացրել հանքերի գողության մասին։ Պետության ստեղից մտնում ընդից helma։ Իրանց ինչ պետքա կգան ստուդիայում նստածենք, ասեն, այ դու այսօր ինձ լավ չես նայ Նիկոլին, կբռնեն մի հատ եսին ինչ կսարքենք, ասեն Քենեդուն դու ես սպան։ Ոչ մի իրավական Հայաստանի Հանրապետության ոչ ոստիկանական, ոչ շտատական համակարգները, ոչ քննչական միջազգայինի հետ կապ չունեն։ Ես միշտ դիմում եմ, չեք վախենում, որ դա իսկ ինչ վերաբերում է, ես Սամվել Կարապետյանին չեմ ընդունում որպես, որտեղ զռում է, եթե մարդը ընդդիմություն է, նախ իրան, ոչ մեկ չի թույլ ատերի բեմ դնել բանանել, վերեք այսպես խոսանք, ով ընդդիմությանը թույլ տալիս։ Մեր կուսակցության գրանցում է մինչև 90 տարի ձգում են, օրական մի օգուտ մեզ չի բռնում, այդ մարդուն զանգում են, գալիս է, չէ, ոսի նկարը լավ է, չէ, ծուռ ուղղակի պասպորտը չի համապատասխանում, ստորագրությունը պասպորտին չի բռնում։ Երբ որ ընդդիմություն է անում, պետությունը, հիշեցնեմ ձեզ, օրինակ դուք համարում եք Նիկոլ Փաշինյանի ընդդիմությամբ եկավ, երբ որ ինքը գյուղերում քայլում էր, բեմը հրապարակում սարքինում, ոչ մեկ իշխանությունը ոչ մի բան չի։ Իհարկե, սա ցավալի բան է, հասկանում եք։ Ցավալի։ Ես ուզում եմ, որ իրական ընդդիմություն լինի։ Իրական ընդդիմություն չկա, որի տակը փորում ես, մեկ իրական ընդդիմություն էր ներկայացնում, անունը չասեմ։ Հենց փաստաթղթերը բացեցի, Նոյան տապային երեկոյան գնում է հաղորդման ու ասում է ամբողջ ազգով պետք է պաշտպանել Աննայի եւ Նիկոլ Փաշինյանը։ Այ տղա ջան, դու հիմա թե որդից ես, ես չհասկացա։ Մինչև այդ հակա ես խոսում 5 րոպե։ Ցավալի է, ընդդիմության լինելու համար տեսեք ինչ են ասում։ Սփյուռքը չխառնվի։ Երկու մարդ այդ բան ասում։ Նիկոլը ու Էրդողանը, Արաբաթը ու Էրդողանը։ Սփյուռքը պետք է լինի, իսկ ընդդիմություն ես չեմ համարում։ Բոլոր ընդդիմությունները ձեն չհանին Արցախի համար։ Բոլորը կարող են միասին միանալ, իսկ ընդդիմության ուժը իրոք շատ։ Եթե վերցնենք 3 նախագահ, էլ բան չասեն։ Իրանք ուզենան Նիկոլ Փաշինյանին 3 վայրկյանից կանեն։ Նիկոլի թմի բոլոր աշխատողները 3-ի 90%։ Անուն ազգանունով ասեմ, վերցնենք թեկուզ պատգամավոր Շիրակ Թորոսյան։ 5 տարի հանրապետականում նստավ, վերանը փակ,
Հիմա եկե Նիկոլի ժամանակ նստում են իրանը նախարարները բոլորին նայեք դատախազները բոլորը նախկին իշխանությունների ժամանակ նախարար եղած մարդիկ են դատավորների քանը բոլոր իշխանությունների ժամանակ այդ դատավորները նստած են ու հիմա էլ անում են նայեք Սերժ Սարգսյանի Քոչարյանի ժամանակվա դատավորը անօրինական գործողություն է անում հիմա Սերժ Սարգսյանի Քոչարյանի մարդկանց դեմ այսինքն ո՞նց է ինքել դատավոր երբ որ այն ժամանակ անօրինական էր անում սրա դեմ դրա համար ես չեմ ասում մեզնից լավը չկա կան թող գան խոսենք բայց չկա այն ուժը որը գա խոսել Մենք որ վախեցա չգիտեմ դու տարական վախենալու ես որևէ բան ասելուց կամ չասեմ էլի շատ բան չասեմ էլ ինչ ընդդիմություն այդ է ընդդիմություն կամ մարդկատաներ են ստացած ասում են իմ անունը չտակ բայց այսօր ես ինչ զավոդում ես ահա Կրավորական ընդդիմություններ պետք չէ որ մայախատ է սկրայ ուկրաինացու ասած որ իրենց փագեն իրենց լավը զգան всё իրենց անունը չհելն իրենք պետության հետ վատամարդ չլեն վերջ ոչ մեկ չի ուզում այսօր Նիկոլ հետ վատամարդ չեն ուզում 8 տարի մենք ընդդիմություն ունենք ազգային ժողովում թրծած ձևած Քոչարյանի ու Սերժի թիմը թրծած չէ բոլորը մեր դասախոսներ չէ դերեք ճիշտ խոսան դասախոսներ բոլոր դաս տվողներ խոսքը 50 անգամ Նիկոլից լավ բիզնեսմեններ հա օլիգարխներ 8 տարվա մեջ ընդամենը միայն հակառակ դուրս գալով Արնը հանձնելու ժամանակ իշխանասարը բոլորը լուր իշխանասարը դե իրար էին սպանում հատուկ բերեցին 48 աստիճան պլյուսին Երևանի կենտրոնում դրեցին օքսի ու սուպեր սակոյ ռաբիս համերգը ժողովրդին լցին այդտեղ անընդհատ զբաղեցնելու ձրի իրանց կողմից ո՞նց նայենք այս հարցին հարգելիս ո՞նց չկա բոլորը աշխատում են իշխանության հետ եղբայր բոլորը բիզնեսներով կապված են ու ես չեմ էլ համարում որ իշխանության տերը Նիկոլը դրածո մենեջերն է ասում են էս արա բոլորի բիզնեսները կա ցույց տվեք մի բիզնես որ Spike ընկերությունը այդքան գոռում էր որ Ռոբերտ Քոչարյանի ընկերությունը բոլորը Spike ընկերությունը 400 դատարկ ավտոտարա կանգնեցրեց Սպանեսյունիքում հա բերեց Թուրքիային օգնություն գնաց այդ ավտոն ես միշտ ասել եմ ուզում եմ դիմել Ռոբերտ Քոչարյանին ու իր թիմին Հայաստան դաշինք այդ ո՞նց է լինում որ Թուրքիային 80 միլիոն դոլարի օգնություն սահմանը բացելուց գնում է Spike-ա մեքենաներով որը պատկանում է ցույց դուք թուրքերի դեմ Ես չեմ ուզում փնովեմ հաթած սիստեմով, բայց վերեք ճիշտ խոսանք։ Դուրս եկեք, ոչ թե տենց, ասեք, ես սխալ եմ, օրինակ, ես ցանկացած իմ սխալ ընդունում եմ, եթերով է ներողություն եմ խնդրում վիրավորել։ Հենց ասեք, աղբյուր ջան, սխալ եմ, ես հող չեմ անցնել, հա, բոլորը այդ ասում են ու պարզը։ Թող Էլիասի թալանել եմ, դատարանը գտեք, ես սխալ եմ, ես հող չեմ անցնել, ես այստեղ եմ արել, տեսեք ժողովուրդը 5 վայրկյանում թե Սերժին Հերովին, թե Լևոնին, տեսեք ոնց է պայելու Նիկոլին գցի։ Բայց ում ասում ես, ես ասում եմ, մենք մեղք չունենք։ Մենք ոսկի ենք, սպիտակ ենք, փայլուն ենք, մենակ Նիկոլ։ Այս ժողովուրդը դրա համար չի հավատում։ Ես էլ այդ ժողովրդի իմաց։ Արզա չէ։ Մի հատ ասեք, այստեղ սխալվել ենք, ընկեր ջան։ Հա, ես սխալվել եմ։ Գոնե ասեք, սխալվել ենք, որ Նիկոլին բերենք։ Էդ է չեք ասում։ Ասում չէ, մեղք չունենք, Նիկոլ եկավ։ Մենք մեղք չունենք, ոնց կարեք մեղք չունենք։ Ցավը դա է, Արցախի հարցում մի հատ ձեն չեք անել ոչ կռվի հարցում, ոչ հանձնելու հարցում։ Տաշիրի Սամոն հելավ ինչ ասեց։ Կեցը Ռուսաստանը։ Ծառուկյան Գագոն ասեց Ռուսաստանից լավ երկիր չկա, հանձնելուը փախավ Բելորուս։ Հիմա ոնց ես ասեմ այստեղ ընդդիմություն։ Ոնց ասեմ 3 հատ Վիլիս Հանեստանից իբր գնում Արցախ բռնցրեց, մցրեցնես այն Գևորգներ Պետրոսյան, որ իբր հիմա Իրանից հեռացել է, ասեց, «Ելքը գնանք Ղարաբաղ, մենք գիտենք, որ ծախել են իմ լուրջ, բայց դուք գիտեք այդքան երեխուն սպանում եք ինչի 5 օր հետո»։ Այսինքն ընդդիմություն լինելը դա իրական դեմք է, պայքար է, ոչ թե մենակ ձևական էթալիփր նստել, ձև տալ թե նստածենք, վայ, ուրեմն ընդդիմություն։ Այդպես չի լինում։
Լինում անդիմություն ունես, որ դու քո սխալը վերցրու։ Իմ ցանկացած սխալ ես պատասխան եմ տալիս։ Տեսնում եք, հա, այստեղ սխալ եմ ես։ Ներողություն խնդրել եմ, ասել եմ սխալ բան, այդ մարդուն ներողություն եմ խնդրել, եթե ամոթ բան չկա, սխալ ես, Աստված անսխալ է։ Բայց երբ որ հարցնում են դու փող տարել եք, բոլոր չէ, մենք մաքուր ենք։ Դուք զենքը, չէ, մենք մաքուր ենք։ Մենակ Նիկոլն է պատասխան։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ հայ ժողովուրդը Ալանվել է 1-ին 4,000-ով Բագրատյանի ձեռքով։ Չէ, հիշում եք, ամբողջ Խորհրդային Միության թուղթը բերեցին, լցեցին Հայաստան, վերջում այդ փողը փոխեցին 1-ին իբր 8 $, 8 դրամ, 10 օր հետո դառավ 300 դրամ, ժողովուրդը սկսեց։ Մարդիկ տները ծախեցին, մի հատ ավել են առել։ Մեր հարևանները տունը ծախեցին, մեկ հատ ավել գնեցին։ Այդտենց արժի ավել։ Հիմա այս թալանը Բագրատյանն էլ հենց Սուրբ է խաղում, ասում Նիկոլին ես եմ բանակից ասում։ Հասկանու եք, մարդը հայտարարություն է տալիս այս երկրում սխալ։ Իրան չեն դատում։ Մա Նիկոլը երրորդ եղբայրն է եղել, ազատել է։ Հարգելից երրորդ եղբայրը Նիկոլը ինքն է 12 օր այնից մեջ։ Այդ ժամանակ երրորդ եղբորը ազատում էին, երբ որ վերջին եղբորը տարբերությունը 1 տարի է։ Այսինքն տունը պիտի մեկը մնա, որ մյուսին ազատեին։ Եթե տարբերությունը ավել էր, չէին ազատում։ Ես ինքս այդ ժամանակ եմ։ Բա դուք ինչ հիմունքով եք ազատել Նիկոլ Փաշինյանին։ Բա որ ազատել եք, ո՞նց համաձայնվակ բոլորը իրար հետ, հելն եք բոլոր կուսակցությունները սրան տակ գերագույն հրամանատար։ Բա գեներալիտե ցանկացած երկրում գեներալը ազգի ուժն է։ Միայն Թուրքիան 7 հեղափոխություն ա եղել։ Քերան Էվրենի եւ մնացածի ժամանակ Էրդողանի ժամանակ է։ Գեներալը միշտ էլ է, որ ինքը ազգի ոգին պահում է։ Բա ո՞նց է այսքան գեներալ համաձայնվել, որ Նիկոլը գա ու թալանը իրանք հետն է։ Հետո բռնվում են, խառնվում են իրար։ Այս է իմ համարցանը։ Հայաստանի Հանրապետությունը Վազգեն Սարգսյանի ժամանակվա օրենքի պետք է ունենար 72 գեներալ։ Գիտեք ինչ կանոնի հիմա 210-220։ Ով որդից ելավ գեներալ է տվել։ Գեներալները այնքան շատ են, որ ստի չգիտեն։ Մարդկասի բանակի տեղը չգիտի, ինքը գեներալ է։ Ոնց կարա մարդը բանակ գնացած չունի, ստանա գեներալ։ Երկրագնդի վրա նման բան չկա։ Նիկոլը պատմության մեջ մտնելու է որպես ամենաաբսուրդնի սատանայականացված իշխանություն, բնականաբար թիկուն կանգնում են մյուս հները, որտեղ իրանց ձեռ է տալիս բոլոր երեք ղեկավար։ Հայրենիքը ձեռ է տալիս։ Ցավում եմ ես։ Սա շատ ցավալ է։ Իհարկե հայ ժողովուրդը դուրս է գալու, Աստծո ֆակտորը մեծ է։ Աստված միշտ հային փրկմասայից վատոր են եղել, եղերն ենք ունեցել, բայց դուրս է գալուս։ Նիկոլը ստիպում է, որ ինքը տեսեք ուշադրեք, միշտ գնում է որևէ երկիր, Հայաստան խառնում է, որ ասի ժողովուրդը դուրս գա, ասի վերջ, ես էլ չեմ։ Բայց իր վզին դրած է ժողովուրդ, ինքը կծկվել է։ Իր վզին դեռ շատ սատանություններ է դրած։ Դրա համար է ինքս կծկված քայլում։ Միացրեցինք, ասեք։ Պարոն Թադևոսյան, դուք էլ արդեն ձեր խոսքում անդրադարձաք Արարատ լեռան պատկերի հեռացմանը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտադիր է նոյեմբերի 9-ից սահմանահատման դեպքերից հեռացնել Արարատի պատկերը, խմբագրում է պատմությունը, կասկածի տակ է դնում հայոց ցեղասպանությունը, ասել է դեռ պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել եւ այբենարաններից նույնիսկ հեռացնում են այսօր Մաշտոցի նկարը։ Ըստ ձեզ ինչ խնդիր է սրանով լուծում Փաշինյանը եւ արդյոք այս ամենը համակարգված ծրագիր է ուղղված ազգային ինստիտուտների կազմաքանդմանը։ Ուրեմն ամենաառաջինը սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը տերերի հրամանը կատարում է իդեալակ, ինչպես միշտ ասեցի։ Չի եղել որևէ Հայաստանի ղեկավար, սա նույնիսկ ոչ թե գովացանք իրականություն եմ ասում, որ իդեալական կատարի իր դրսի տերերի հրաման։ Կապ չունի, ելի եմ կրկնում, Կրեմլն է 90%, 20-ը Եվրոպան է, թե հակառակ, բացատրեմ ինչի։ Որովհետև եթե հրամանները կատարեին իդեալական, հիմա վաղուց Արցախը նվիրված պետք է։ Պարզ է։ Նիկոլ Փաշինյանը դրա համար ցավալի է ձեռ է տալիս բոլորին, որտեղ հրամանները կատարում է իդեալական։ Հələ մի բան էլ ավել։ Այն մարդիկ կան, չէ՞, լավ քստնվող, որ ասում ես 5 ժամ աշխատի, ինքը մի ժամ ավել աշխատում, որ քեզ ասի, տես, լավ աշխատացի։ Այդ մեկը ինքն է։ Հիմա ինքը հերվից եկավ։ Սկզբից փորձեց մի բան անել, ակադեմիական քաղաք, ոնց որ արտասահմանում է եւ այլն հիմանից։ Բնականաբար առաջի հարվածը տալիս էր հայկական բարձրագույն ուսումնական
հաստատությունների, ինչպես նաև դպրոցների մեծ մասն ծախել հյուրանոցի տակ եւ այլն, որպեսզի սկզբում իբր աշտարակ, հետո որոշել են 17 կվարտալ, ոնց որ թաղամաս, հա, այսպիսի բան։ Երկրորդը, քանի որ նրա տերերը եւ ինքը հրամանը կատարում է ոչ միայն Կրեմլինը, այլև կատարում է Իսրայելի մնացած ծառայություններին, իրեն հրաման են տվել նաև սահմանադրության փոփոխության մեջ։ Այսինքն հայոց սահմանադրությունը վախ առաջացնում Քոչվորստանի, ես կյանքում Ադրբեջան վերջի տարիներին չեմ ասում, Քոչվորստանի ղեկավար Նիկոլի Քոչվոր եղբայր կամ քույր Ալիև բնականաբար գոյություն ունի հետևը Թուրքիան, որը Ռուսաստանի հետ լուծում է ուրիշ հարց տարածաշրջանում, արտասահման Ամերիկայի եւ Եվրոպայի հետ ուրիշ հարց։ Հիմա ինչա Նիկոլ Փաշինյանը կատարում այս գործը։ Բերեք ռեալ մի հատ նայենք ու ցանկացած հարց կարճ ասեմ, հետո ուղղությունը։ Տեսեք, երբ որ մենք փորձը կինոներում նույնիսկ տեսել ենք, իմ խոսքը չի։ Մեկը որ փորձում է բանկ թալանի, չէ՞։ Մի հատ պայթեցնում է էլեկտրոցանց, մի հատ կինոթատրոն, չէ՞ որ քաղաքի ոստիկանության մեծ մասը լցվել այդտեղ, հետո բանկ թալան։ Նույնն էլ Հայաստանում է, այսինքն ով որ թելադրում է, գոյություն ունի վերևը նստած բոլշևիկա-ջուդական սիստեմը, որի ծառաներից գլխավոր մենեջեր Թուրքիան է խաղացող Քոչվորստան ու Նիկոլին։ Այսինքն ծրագիր կա, որ հայականությունը փոխել, սկսած եկեղեցուց, կես ուզում են դարձնել կաթոլիկ, այն մի մասը ռուսների օգնությամբ դառնա ուղղափառ Արցախին է, իբր թե ուդին է, թե ուդին երբ է եկեղեցի ունեցել կամ քանի հոգի է մնացել, 5000 ուդի է մնացել, 150-500 հատ եկեղեցի, ոնց է ինքը վերցնում, թողնենք։ Հիմա կրթություն։ Երբ որ Նիկոլ Փաշինյանին հրաման է տալիս պլան B, առաջ են գցում Պետրոս Ղազարյանն իր կնոջը, որոնք ոչինչով հայի հետ կապ չունեն, ճիշտ է, ծնվել են Հայաստանում, ցավոք սրտի Պետրոսի մետա Պարապևը սովոր է պատմություն, ցավոք սրտի։ Հա։ Իրենք փորձում են Նժդեհից։ Նժդեհը ֆաշիստ է։ Ժողովուրդը այդքան էլ դուրս չի գալիս, տեսեք, նյութը գցում են, սպասում են, ինչքան է ժողովուրդը դրան պատրաստ։ Ասին ֆաշիստա ձեն չանեցին, այս ինչ որտեղ կերվավ երկրի մեջ սև ուժը, ասում է որ Նժդեհը ֆաշիստ է։ Ասում է հաջորդ հարցը։ Գրքերի մեջ տպագրվում են թուրք եւ քոչվոր պատմաբանների կամ ոտանավորներ, որոնք ի ուրախությունից չեն անցնում ոչ մի ուսուցիչ, մի քանի տնօրեն, դպրոցի 90% տնօրենները, սա հա չեն անցնում, բայց Նիկոլի հետ, գիտեք, ուրախ, փայ, ստրուկ եւ անցնում է հաջորդ էտապը։ Մեսրոպ Մաշտոցի նկար հանել, որը ի հաջողությունի ուրախությունից բազմաթիվ ուսուցիչներ ինձ ուղարկել են իրենց գործերը, որ պատվիրել են ինքնակպչուկ Մեսրոպ Մաշտոցի նկարները Սամակլիկա ու փակցրել են գրքերի վրա։ Պատյասմեք, չէ, երկիրը հասել է նրան։ Մենք գտնվում ենք ոչ թե Օսմանյան Թուրքիայում, ես ասել եմ, Հայաստանի իշխանությունը սա կոչվելու է Հաշիշյանները, Հայաստանի Հաշիշյաններ։ Իհարկե ասասինների մասին է խոսքը։ Եթե տեղյակ եք դրա մասին։ Հաջորդ էտապը փորձում են հոգեբանորեն նախ Նիկոլը կտրտեց քարտեզը sense մանկապարտեզում, Արցախաշենն է sense միշտ կորցնում է, հանում վերցնում է եւ այլն դերասանություն 250 քառակուսի դերասանությունը ոչ մեկ չփակվավ այդ հարցը տաուշը որ պետք է նվիրեին լավն եք մնայք այնտեղ ոչ թե գայք Երևան ջնջեք թողենք սա անցավ հաջորդ հարցին նույնն էլ միջալոց ասում են Բագրատի գործնապայմանը Նիկոլի հետ անցնենք հաջորդ հարցին սկսվում է Արարատ լեռան նկարը հանելը որը իր կարճ խելքով ինքը լավություն անում եւ իր թիմին տեսեք երբ որ ինքը արդեն Թուրքի ու այդ ծառայության տակ է իր ամբողջ թիմը դառնում է կամակատար ուլ ու սկսում է մի թեզիս վերցնել, որը ընդհանրապես հայազգի հետ կապ չունի, նույնիսկ իրենք էլ են վախենում, բայց քանի որ բոլորի վրա տոննայով կոմպրոմատ կա իրենց արած հրեշավոր գործերից, բոլորը համաձայնվում են։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ասել, հարևանին չպետք է վախեցնել։ Արզա, չէ՞, հարևանին չպետք է նեղացնել։ Այդ այն հարևանն է, որը սպանել է 5000-ից ավելի հայ, 1000 երեխա Արցախում կորել է, օրգանները վաճառվել է Իսրայելի օրգանների շուկայում, որտեղ օրգանների գին ընկավ Արցախյան պատերազմի օրերին զինվորների օրգան, ընտանիքի օրգան եւ լեկտիություն sense բաներից, ասում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ է։ Այսինքն իրենք էլ, այսինքն ոնց է ինքը տարածվելու է այս ամբողջը, նաեւ նրա այդ թիմի վրա։ Նիկոլը թռնելա սրանց տա ժողովրդի բերանը ժողովուրդը գզեն։ Չաուշեսկուն իշնեք, չէ՞ ինչ ան։ Այդ այնց կամ Քադաֆի։
Դե հիմա նույն բանը, երբ որ ինքը վերացնում է Մասիսը, ու ասում է արագացը ինչ պատլեր, հա, այս դերասանությունը։ Հետո անցավ զգաց, որ այդ վերացնելով չի լինում։ Գրքի մեջ չտպելով Ժաննա Անդրեասյանի դեբիլիկ դեմքով կանգնելա հանում շտրիխ կոդը ցույց տալիս մա խփեք մաշտոցը երևա ու հետո օրենք են ընդունում որ դասի ժամանակ երեխաների հեռախոսները հավաքեն։ Այսինքն այն դասագիրքը, որի մեջ շտրիխ կոդով է բացելու մաշտոցը, հեռախոսը հավաքում ես։ Եղավ որ ուղեղից իրանց կարճ խելքով պետք է ջնջեն, էլ չգիտե որ հայազգը առանց գրքի է դարելով ամեն ինչին անցել։ Մի հատ գիրք ունեցել 100 տեղ պատմելով դարձել է իր ամեն ինչը հետ ավերել։ Ոնց կարաս դու այսօր մի հատ բռնես մաշտոցի չտպես, այսինքն այն փոքր ճղճիմ թուրքական բան։ Բարձա չէ։ Այդ ամբողջություն։ Իր արածը հակահայկական ամեն ինչ փորձելով հայազգին նվաստացնել, իջեցնել, պատիվը գցել, սարքել անդեմ մի ազգ, իհարկե որից ինքն է իր էությամբ, իր դենթեն պետք է ես ասել եմ, Հայաստանի Հանրապետությունում եթե Քոչարի կուսակցությունը հաղթեց, դենթը պիտի ստուգվի բոլոր այն քաղաքական գործիչների, որոնք եղել են։ Տեսնենք, որի մեջ է հայկական արյուն։ Նիկոլ Փաշինյանի մեջ ես 100% համոզված եմ, որ հայ արյուն չկա։ Այսինքն ինքան իր դենթեի արյունով քոչվորներից ուզում է մարդ ստանա եղբայրից, հայերից ուզում է ստանա քոչվոր, որը չի ստացել, բայց իրենց ուղեղով դա է, ոնց որ հիմա Հիմար Ալիևը խոսում ամբողջ աշխարհը ձեռն առնում ադրբեջանցիներին, դուք չեք պատկերացնի ինչ ծիծաղա գերմանական, ռուսական, ֆրանսիական պատմաբաններին, որոնք սկսում են ծիծաղել, որ Կրեմլը ստեղծել է Քրեմլին, ես իմ նոյա եղել է ադրբեջանցի, Ամերիկան հայտնաբերել է Օսման, այսինչը դուք ուղղակի որ լսեք, մի հատ թարգմանում կողպակ, ընենց են ձեռ առնում բոլոր միջազգային կարգի պատմաբանները, սրանցով մարդը իրան է գցում։ Հասկանում եք, ազգը իրան է գցում։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնում է այդ ճանապարհով։ Աշխարհը ընդունել է մեր եղերն, ինքը ասում է եղերը պետք է մտածվի, ինքը չի կարող, հասկանաք, նաև տեսեք, ինքը մի քանի միջազգային օրենքների իր դեմ դատական վկայություն է։ Հիմա ձեզ բացատրեմ։ Վիեննայի կոնվենցիա 61-րդ հոդված, Վիեննայի կոնվենցիա 67-րդ հոդված։ Դու իրավունք չունես, ցանկացած երկրի ղեկավար իրավունք չունի կողքի երկիրը կապ չունի, անկախություն ճանաչած թե չէ, նրա մասին տարածքային թուղթ ընդունի։ Վիեննայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունից 1 միլիմետր տա առանց ժողովրդական հանրաքվեի։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի երրորդ պետության հաշվին ճանաչել 4-րդ Ադրբեջանի Քոչվորստանին տարածք, այսինքն ինքը իրավունք չունի Արցախը որպես ինքը հիմնված է պետական ամեն ինչ ուներ դատական, ընտրական, օրենսդիր, գործադիր մարմիններ 30 տարի, ինքը չի կարող այդ պետությունը տալ։ Այսինքն ինքը իր դեմ մի շարք վկայություններ ա դրել։ Եղեռնի համար, Եղեռն ընդունել են աշխարհի 32 երկիր, որոնք աշխարհի առաջատար ուժեղ եւ տեր են այդ թվում Ամերիկան, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ այլն, չէ՞։ Էլ չասեմ Շվեյցարիան, որը Ամերիկայի դրամապանակն է եւ Բելգիան, որը Եվրոպայի ամեն ինչի կենտրոնն է։ Այսինքն դու որ ասում ես շեղը, դու դուրս ես գալիս մի համակարգի դեմ, որը դու չես ստեղծել։ Հասկանում եք, քանի հոդված եմ ասում։ Մարդկանց անօրինական վեր գցել ցմա փակելը, կոնկրետ խոսքս գնում Արմեն Բիլյան, Պավլիկ Մանուկյանի մասին։ Եթե այդ մարդիկ գնացել էր, դու ասում ես, ես այդ դեպքերին եկել եմ պաշտպանելու, չէ՞։ Այդ ՊՊՑ դեպքին, այդ մարդկանց Սերժ Սարգսյանը 8 տարի էր տվել, դու եկար սարքեցիր ցմահ։ Այսինքն դու դիկտատորի բոլոր հոդվածները դեմ ես գնում բոլոր դեմոկրատական եւ իրական արժեքներին։ Ոչ միայն հայ ժողովրդի, արդեն միջազգային։ Հասկանում եք, ինք իր դեմ հարյուրավոր դատեր ունի։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը, պարոն Արմենակ Աբրամյանը, որ այդ խոսել է, Նիկոլի դեմ ու ոչ միայն ինքը շատ միջազգային կառույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ, դեռ Լեմկինի եւ այլն դատական գործեր ունեն։ Դատական ինքը խախտում է 45 թվականի աշխարհի ձևը, պատկերացնում եք, չէ՞։ Աշխարհը 250-300 միլիոն մարդ մահացավ, որ այս նոր աշխարհակարգը լինի 45 թվականին, երկրի փոքրին չճնշի, լինի դեմոկրատիա, այս Նիկոլ եկել բոլորը խառնում է։ Ասեմ եք ինքը ոչ միայն հայազգի դեմ է, ինքը աշխարհի դեմ է։
իր վրա հոդվածներ կան, եթե բացեք տեսնեք, կապ չէ, բացեք այս մարդը, այս ինչ ձև են, այս ինչի տակ է սամտե, այս ոնց են սրանք ճնշել, թե ինքը հոգով այդքան ատելա իր հայ ազգին ստեցնվելով այդ ինչքանա վախեցած, զզված եղել, որ իրան չեն ընդունել, որ ինքը սենց հարցերի է գնում, որտեվ ամեն հոդվածը, եթե դու գումար եք, իրան ծմա չէ, 300 տարի ընտանիքով, թիմով, թորը, պետք է բերթերում նստեն, այդ հոդվածների է։ Սա հիշեցնեմ բոլորիդ, նախ Հայաստանի բոլոր տները ուղղված է Արարատին, հենց այնպես չէր Արարատ Միրզան անունը Արաբաթ էին գրում։ Այդ մենակ թող Արարատն ու Արաբաթը դառնան իրենք։ Բա մեր տները ինչ ենք անելու, պատուանները դնելու ենք մեխենք, հա? Թե Արարատ սարը ռետինով ջնջելու ենք մեր պատուաններից։ Ոչ մի բան չի լինելու։ Նիկոլի նման գիտեք իշքան Մարտենեկյանց է, Պետրոս Գետադարձայեկյանց է, Գագիկ Թագավորի տարավ սպանել տալու բիզանտացիներին։ Դավիթ Դանիել երկու հոգիմիջալոց այսպիսի հոգևորական ներքին կռիվ եղել է եւ 17-րդ դարում Դավիթ Դանիել 18-ի սկիզբին Դավիթ Դանիել իրար էին փիդում իշխանության գալու համար Հայաստանը բաժանված էր մեկը թուրքի կողմներ մեկը պարսիկի կողմը այնպես որ հիմա էլ եկեղեցու ներքին էս խառնակումների արդյունք են ես համարում ոչ թե Նիկոլ Փաշինյան այլ խառնակումների իրեն օգտագործում են իրար հետ օգտագործվում են որպես հարց լուծելի հասկանում եք տարբեր անկյուններ կան Հայաստանով փորձում է իսկական գա բռնում գցում են Բերտիսկ իրանք հանգիստ ման են գալիս հանցագործները դուրս են դատարանի դիմաց մարդ են սպանել ու այդ Նիկոլ Փաշինյանի падգամավորի մոտ մարդն է դու պատասխանեք տես բա միայն կինոներում ենք մենք տեսնում չէ մաֆիա որ դատանից ելած մարդու խփում են այդ մարդը նստած չի այդ մարդիկ նստած չեն Ես գնացել եմ քրեակատարողական արմավիրը, տեսել եմ ովքեր են նստած։ Հա չեմ ասում բոլորը հանցագործ չեն, բայց այնքան մարդկան ունենից անկապ բանի համար անստեղ որ զարմանում։ Ասենք ցույցին կողքով անցել է, կամ ասենք Նիկոլին ասել է դու լավը չես, 71-ամյա արցախցի պապիկը որ Զեյթունում բանը Ավետիս Աղարոնյան փողոցի վրա խնձորել շփրտ այդ մարդուն բռնին տարան, բայց որ սրանք ազգային ժողովի բենիմից ինչ ասես հայերում են իրար բարձր հայտարարություն Նիկոլ Փաշինյանի բերանով նայում ես ամեն էջը +21-ը ինքը նստած չի, թիմը նստած չի, երկիրը թալանում են նստած չի, Ավինյանը հեկտարով, Երևանը, հարգելիներս, Երևանը իր կլիմայական տեսակով ես պատմաբան աշխարհագրագետ եմ ու շատ ուսումնասիրում եմ մինչև հիմա Երևանը նման է Ձագարի Այսինքն, երբ որ շոկը մտնում, ուշ է դուրս գալիս, ծուռն է մտնում, ուշ է դուրս գալիս։ Ինքը սարերի արանքը թեկություն է 600-ից 1200 մետր։ Եվ հայաց Երևանը ունի մի քանի լանդշաֆտ, որը քաղաքին հլվելու հոսք չի թողում։ Մեկը մոնումենտն է, մյուսը նորքն է, մեկը Դալմայի անտաբանը, այգիներն ու բան։ Սրանք թոքերն էին։ Բոլորը կտրվել շենք հասարակվել։ Իսկ որ բերել եք մոնումենտի բերանին, այդտեղ շենք սայքեր, ներքին Զեյթուն։ Աստված չանի երկրաշարժ եղավ, այդ որ լրիվ թափավ դեպի ներքև միասնիկյան փողոց, ինչ հա լինի։ Ախր աշխարհագրագետ մարդիկ կան, մեկ էլ գնացեք հարցրեք երկրաբան, ասեք ժողովուրդ ջան, այս որ սես դրե ձորի բերանի շենքը սարքել են, այս ճիշտ է 30 առ 20 առ։ Կամ այդքան որ կտրել եք Երևանի ջերմաստիճան բարձրացել է 47 Կասպից ծովը չորանում է Քոչվորները ամբողջ այդ քուրի ջուրը ընդունել են նավթը լվալ հանելու համար քուրն էլ աչռանում։ Բանավ, այս Երևանի ժողովրդը սրտանոթային հիվանդությունները ազդում է, օդը կեղտոտ, միտումնավոր կերպով։ Այսքան շինարարություն, որտեղ մի հատ ծառեք տեսեք, կտրե մի հատ շենքեք։ Հələ մի հատ շենքերի շինարարությունը ես ասեմ, հայ որ Քոչարյան եկա, մենք շատ շենքեր քանդել ենք։ Ինչի՞, որտեղ շենքի շինարարության համար թույլատրված տարածքի 60-ը պետք է լինի կանաչ, 40-ը շենք։ Դուք ինձից լավ գիտեք, դուք Երևանում եք ապրում, որ շենքի կողքն է 60 շենք, ընդհակառակը 99 շենքա, մի հատ տեմը ծառ են դնում Ամերիկա կամ ծառը չեն դնում, ասֆալտ անում են, բերում են վրան զամբյուղով մի հատ դերկատի, բան են դնում, մի հատ տույ, որը ծառը չի, ոչ է տուփա, ես ինի չեմ, մի հատ տույ են դնում, որ սիրուն է, զանգի կողքը վերջ, թողում գնում են, հեսա կամ չի, սա ձև չի, ես հիշեցնեմ ձեզ, որ Գերմանիա հիմա Նյուրնբերգ քաղաքում եմ ապրում, Նյուրնբերգ քաղաքը համարվում է ամենա ոչ կանաչ քաղաքը մեծերի մեջ, միլիոնաց, գիտեք ինչ կանաչը, քաղաքի 49%, ողբալու է, չէ, 49% անտառը համարվում է ոչ կանաչ, 1 միլիոնանոց քաղաքների մեջ, ագլոմերացիա, իսկ Երևանում 5% չկա,
Եվ այնքան բան կա ասելու, մետրոն 8 տարի խոսք եք տվել, խորհրդային միության մետրոն բաներ արել, հələ չեք դրել։ Մետրո պետք է լինի։ Հիմա էլ ասում է, որ մեզ ընտրեք, մենք ձեզ լավություն կանենք, մետրո կբացենք, մեկի տեղը 3 հատ։ Այ մարդ, հələ դուք մի հատ բացեք, սովետը փորել էր, հանել էր առաջ կոչում էր Աղաբեկյան կայարան, Թումոյի մոտ պետք է դուրս գա։ Հիմա ցենց են ասում, մի հատ պետք է ելնի Թումո, մի հատ ակադեմիական քաղաք, ակադեմիկ գարադով, ընդեղից էլ կգա Չարբախ մետրոյի կայան։ Այ մարդ, հələ մի հատ արենք։ Մի հատ ճոպանով էր խոսքեք, ոչ մի բան չեք անում։ Ինչ խոսք են տվել, վերացրել։ Ինչին ձեռքները կպելա, վերացել է անիվի ծրագիրը։ 120 միլիոն գողացել են։ Նիկոլ Փաշինյանը, որ ինքը բերանը բացեց, հիմա զգում է, որ արդեն ինքն էլ է այդտեղից միլիարդներ են տարի, ասում է, անիվը 120 ծախսել ենք, 2 միլիարդ օգնություն ենք ստացել։ Ապացույցը ուր է։ 2 միլիարդ Հայաստանի եկամտի ապացույցը ուր է։ Չկա, օդի մեջ թվեր գրակոց։ Օդ, միայն օդ։ Ցավալի բան է։ Միայն օդ։ Մասի սպան, մնացածի մասը խոսելն անիմաստ է։ Օդ, Երևանը փոշոտ, կեղտոտ, խեղդվում է սրտանոթային հիվանդները շատ, հիվանդանոցներում պետպատվերները հանած, ինվալիդ մարդիկ այս են ձեռը կտրած զինվորի չստում են 3-րդ կարգ, երկրորդ կարգերը տանում են 3-րդ կարգ կամ ընդհանրապես հանում են, որ փող չտան։ Ազգի սպանություն տարբեր կողմերից, կրթություն, կրոն, մշակույթ, չասեմ։ Ինքը գնալու է, ասեք։ Եվ այսպես ասած ամփոփելով զրույցը, տեսեք, թվարկում եք այս իշխանության Նիկոլ Փաշինյանի ձախողումները, սակայն այս ամբողջ ձախողումներից հետո Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, ավելին քպականները ասում են, որ 2026-ին ավելի շատ ձայներ են ստանալու, քան 2021-ին։ Այսօրվա հանրային ապաթիայի պայմաններում ով է պատասխանատու այն հանգամանքի համար, որ Փաշինյանի վարկանիշը դեռ չի փլուզվել։ Սխալը հանրությանն է, ընդդիմությանը, թե օրինակ մտավորական դար։ Ուրեմն, քանի որ այս երկրի մեջ ընդդիմություն իրեն հայտարարած երկրի 3 տերերը ընդդիմություն չեն, բոլորն էլ Նիկոլ Փաշինյանի հետ միասին են, ես նշեցի, բազմիցս նշեցի, եթե այսօր 3 ընդդիմությունից որևէ մեկը ռեալ ցանկանա Նիկոլի հանել, այսպես մի հատ ճտասնել է, ես ձեզ դուրս բան ասում, թե կլինի Քոչարյանը մենակ, թե Սարգսյան Սերժը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը։ Առավել ևս, եթե 3-ը միասին ուզեն, ուրեմն մենք էդ էլ չենք տեսնի։ Նիկոլը սենց կդառնա մի հատ, գիտեք ինչ, Ջումանջիի նման, մի հատ վատ երես, եթե ուզեն, չեն ուզում։ Բոլորը փող կապակցված են, մտավորականներն են, տեսեք, մենք ունենք մի մտավորական, որ դեմները խոսում է, ոչ։ Մենք ունենք մի մտավորական, որ դեմները միշտ խոսում է, դա Սամվել Երնիգյանն, այն էլ միշտ ինձ ագրում։ Ես մտավորական չեմ տեսել, բոլորը իշխանության հետ, հայ երկիշները բոլորը, հայ այդ ջերմուկի դեպքերի որ այդքան հայ զոհվեց, դրեց այն անունն է չտամ, այն գետնից բարձր երկիշ կա Վրաստանից վերած ստից ծարկած, Ալենին էլ հարսանիքին պարում էր։ Բոլորը իրար հետ մի խումբ, իրար հետ մի գործ, իրար հետ փող աշխատել, իրար հետ երկել, իրար հետ զվարճանալ, իրար հետ ուտել, իրար հետ խմել, բոլորը գիտեք ինչա, ոնց որ ժողովրդի վրա մի հատ խումբ է նստել, խառը արդեն մաթիա։ Նստելա ու իրանք լավ են, մեր համար լավ է, տակա տակը ինչ ուզում է լինի։ Էդ է ցավալին, ես համարում եմ ընդդիմությանը 8 տարի լինելով 30 քանի դեպուտատով ազգային ժողովում, բացի խոսալուց ուրիշ ոչինչ չեն։ Ոչ ու երբ պետք է եղել Նիկոլ Փաշինյանին գցել, իրենք պաշտպանել, բացատրեմ ինչ։ Հենց Նիկոլի ոտի տակը խաղում էր, Քոչարյանն ու Սերժը բերում էին այն մարդկանց, ոչ թե իրենք չպետք է գային բերեին նոր ուժին, հատուկ հանում դնում էին այն մարդկանց, որոնք եղել են իրեն ժամանակ միշտ քննադատ ման թալանի մեջ, ժողովուրդը նայում ասում էր այլեսի է գալու ազի դեմքը մոռացել են։ Ավելի լավը թալանում են, բոլորը թալանում, թող Նիկոլ։ Բայց հիմա էլ դա չի լինել։ Նիկոլ Փաշինյանը, եթե հիմա փորձի որևէ բան անի, արյունահեղությամբ։ Որովհետև այն ժողովուրդը, որ 21 թվին էլի ապուշացած ասում էր Նիկոլ, ինքը իր վրա զգացա, որովհետև գյուղերը բոլոր ես շփվում եմ ու տեսնում եք, նույնիսկ դուք եք տեսել վիդեոներով, ձեր օրագիրում է ցույց տալիս, որ ասում է ընտրել էի, որ իմ համար լույսը թանկացներ, ջուրը թանկացներ, հողի հարկը, ես ձեր օրագրում եմ տեսել, միջալոց հետևում եմ ձեր այդ մանավանդ այդ կարճերը, չէ՞, գյուղում հիշում եմ, չէ՞ որ գնացել եք, կարծեմ Բաղրամյաններ
Արմավիրի շրջանի, որ ասեց, ես Նիկոլ եմ ընտրել, լավ եմ արել, բայց ընտրել եմ, որ թանկացնի։ Հա, ընտրել ես, որ թանկացնի։ Սուտ խոսալով եկավ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, ժողովուրդը այսօր տուգանքի մատերիալ է։ Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում գույքահարկը եվրոպական, աշխատավարձը եվրոպականից 11 անգամ ցածր։ Իհարկե, եթե ինքը գնա իշխանության, ես ասել եմ, Հայաստանը, քանի որ հրամանը Կրեմլից եկել է, Հայաստանի ընդդիմությանը հրաման է եկել, հիմա շոու խաղա, ես այս մասին դեռ մինչև սեպտեմբերի 18-ն եմ ասում, ժողովուրդ ջան, ամառը մի հատ բոլորը վայելում է, սիրում հեսա հյուրանոցներ, կղզիներ, կգան, անենց շոուներ են սարքելու, թե կրիմինալ ֆիլմերը չեք նայելու, թե ինչ ասեմ, կիսաբաց լուսամուտ չեք նայելու, թե սիրահարական, տեսեք ամեն ինչ կա, կրիմինալը կա, սպանությունները կան, սիրահարականները սուտի ձևերը կան, ինչ ասեմ, շոուները կան, հումորայինները կան։ Սա ընդդիմության, եթե լինի երկրում նորմալ ընդդիմություն, ես չեմ մեղադրում, իրենք հետապայ են, հակառակ դեպքում նստած կլինին, ոնց կարելի է այդքան նախագաներին մեղադրել 8 տարի, 10 տարի, որ դու այսքան բան ես կողացել, գալի հերթը հասնում նստելուն, արդարանում սպիտակ հրեշտակ դուրս են գալիս։ Բա ինչի ոչ մեկ Լևոն Տեր-Պետրոսյանի զգացել է, ոչ մեկ չի մեղադրում Թալանի։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ամենադոնն է ինքը, ամենաշատ թալանտ տարածքն է։ Լևոն Տեր-Պետրոսյանը հողերը սեփականաշնորհել է, գործարանները սեփականաշնորհել է մի կոպեկով։ Այսօրվա դոմուսը որ կա, ամբողջ այդ զեյթունի ալկոնը, որ առաջ իդեալ կար, 5000 դրամով են սեփականաշնորհել։ Բազալ գործարանը սեփականաշնորհել են այդ հսկայական ռազմական խորհրդային միության ջրվեժի 16 թե 27000 դրամով։ Բայց եթե կարողանամ 27000 դրամով գործարան սեփականաշնորհեմ ու ոնց ուզեմ միջինները կտրտեմ գերմանական էլեկտրոն ծախեմ Պարսկաստանին կամ ուզենամ մեջը կեսը տամ օբետ, կեսը տամ ստեղ, բայց այդ մարդը որ չի դատվի, ինչ եք ուզում, Վահագն Խաչատուրյանը ձևական նստած նախագահ կոչեցյալը, որ իմ համար կյանքում ինքը նախագահ է չի, $5000 սիլը տվելա գրզոյին, $5000 ասма լավ եմ տվել, այդ ժամանակ գինե էր, արա ոնց էր այդ ժամանակ գինե էր, Փաստորեն այդ ժամանակ կենտրոն այդ հսկայական շենքը 5000 ու սենց շարունակ բաներ, հասկանում եք, Լևոնը բռնեց սեփականաշնորհումը, հասկանալով, որ այդ հողի ծախել փողի մեջ միլիարդներ բռնի եւ փողի դնել այդ մեջին 4000 անգամ հայ ժողովրդին հարստահարել։ Լևոնի վրա մի հատ դատական հոդված կա, ոչ Քոչարյանի ժամանակ, Քոչարյանը դուրս եկավ, ինչ ասեց, մենք պետք է սովորենք ներել, մեր առաջինին հակառակ դեպքում Հայաստանը իբր կվերածվի դիկտատուրայի։ Քոչարյանի վրա այդքան ասում են, հանքերի էսքան իրանա, բանկերի իրանա, էսա, Սերժ Սարգսյանը եկավ, սուս, ինչ Քոչարյան, ինչ բանկ։ Սերժ Սարգսյանն է սուս, Նիկոլ Փաշինյանը եկավ, ձևական սկզբում, իբր պետք է բռներ սարքես, տատերը մաքրին, պլպլցրին, փողերը դարապ սպիտակ փող Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, Ռոբերտ Քոչարյանը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ է, դատանը տենց է որոշել։ Սուրբ են, վրեքը գործ չկա, այսօր մարդիկ բերդում նստած են չեղած գործով, ասնեմ, Արտակ Սարգսյանի չեղած զենքով նստածա բերդ, օտար պետության գեներալ լեյտենանտը, Սերժ Սարգսյանի մաքուր, Քոչարյանի մաքուր, Լևոնի մասին մեկը չի խոսում, զարմանալի չի ձեզ, ոչ մեկ չի ասում Լևոնը թալում, ոչ մեկ, հիշում եք դուք երևի փոքր եք կամ ծնված չեք, ոչ մեկ չի ասում, բայց այդքան թալան էիք գոռում, թերթերը, որը 66 տոննայով գրած է, էսի Սերժին, էսի Քոչարյանին, էսի Սերժին, էսի սրանը, էսի Նիկոլ, ինչի չես ստատում, ձևական, Ծառուկյանին կդատեմ, սրան կդատեմ, դուք չկարացար նեմեց Ռուբոյին դատել, մարդը ճիշտով, քֆուրը դրեց, քֆուրը դուք երակ դուս եկավ, ծովոր նստի նրա սենց դուս եկավ, ու ճիշտ էր, բայց դատի, դու եթե չես կամ գոռում էր Շմայսի, Շմայսի գլուխ էս կանեմ, են կանեմ, Շմայսին քաչակ տեսնող, չէ, ուրեմն դու սուտ, այսինքն բոլորը փող կապակցված են, դրա համար է բոլորի թմերում մարդիկ կան աշխատում են։ Գյուղապետեր կան նստած են 86 թվից, լավ է գյուղապետը ինչքան է նստել 86 թվից, այդ ինչ ձևավճար է, դուք լավ գիտեք, այս բյուրոկրատական համակարգը որ մնաց։ Ու սենց ամեն ինչ։ Ոնց կարա այն նախարարը քո ժամանակ ելնի նախարար։ Դու մեղադրում ես, որ X նախարարը էլ անուններ չտամ արդեն։ Ասեն Քոչարյանի ժամանակվա հարկայինի նախարարը այսքան միլիոն փողակոված։ Բայց մեղադրում ես ինքը ոնց է գալիս քո թմի նույն էլ նախարար։ Եղավ որ դու ես սուտ, այսինքն դու սուտ ես խոսում եւ բոլոր իրար հետ։
Արցախը հանձնելու ժամանակ Ղարաբաղ տելեկոմը ռոմինգով էր։ Ինչի, Քոչարյան Ռոբերտ, ինչեր ռոմինգով։ Արցախը հանձնելու ժամանակ Սնիկերսի, որ ուզում էին Ձերժավայի Արկադիկը Սնիկերսի ու Մարսիլինը թանկացրեց։ Այդ ոնց հալում, որ բոլորը իրար հետ միշտ լավ եք ու ամեր, միշտերի տուժվածը, մեղավորը ժողովուրդն է։ Ճոխը որպես իբր բարձրագույն հրամանատար Սամվել Բաբայանը իբր ազգի հերոս կնոջ շուր հակած եկավ Նիկոլի տակից չի ելնում։ Ամբողջ օրը Նիկոլ դրած կողում են։ Այդ ոնց հալնում։ Ոնց հալում որ Արցախը հանձնած ղեկավարներին ամբիոնից ազգային ժողովի ասում եք թշնամի, բայց այսօր ոչ մեկ դատված չի ու ոչ մեկ հարց չի տալիս։ Այդ ինչ փողերով են ապրում։ Ես բարձրացել եմ մարդա միլիոնների փող են բերել Մոսկվա տաներով, հատ բարձրացել են 34 հատով մեքենա են բերել։ Խնդրել են եթերով, պարոն Էսինչյան, 34 հատ մեքենա եք բերել։ Ձեր գյուղի, ձեր մարզի մարդուն տղեկը խնդրում են մեքենան էժան արենդով տվեք, գոնե բեռը տեղափոխելուց քշեն, չէ, մեքենաները արագ ծախեց, որ անունը չերևա։ Ու տենց բոլորը։ Ինչի նստած չի Արցախի ներքին գործերի նախարարը հենց Արցախա խաղում։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, դուք ասում եք, իրենք թշնամի են, իրենք են ծախել։ Լավ, Բակոն մնացածը նստած են, ստե եկածները նստած չեն, ինչի։ Ստեփանակերտի հարկայինի պետ, այստեղի հարկայինի Մաքսային ոստիկանապետ, ոչ մեկ նստած չի։ Ինչի։ Բոլորը նույն թիմ ենք։ Բոլորդ Արայիկը ում թիմից է Սերժ Սարգսյանի Արցախ Գոլդ, Ղարաբաղ Գոլդ, կարծեմ թե Արցախ Գոլդ բանի դիրեկտորն է, չէ, Օղուգործանի։ Բերեց ով դրեց Նիկոլ Փաշինյան դու բերես, չէ դրին։ Հիմա ասում ես Արայիկը ծախեց այնտեղ խաղեր եք տալ, լավ, հիմա ինչի չեկան։ Դրա համար մեղավորը այս վերնախավն է։ Տեսեք, այն օրը որ Կիլիկիայի Հակոբին վրան միլիոն գրեցին, Աննային 10 միլիոն չփոխանցելու համար, հենց է գոռում էր, ոչ մեկ Կիլիկիայի Հակոբին չպաշտպանեց։ Ու բոլորին չեն պաշտպանել։ Գիտեք ինչի։ Ես որ գոռում եմ փողատերերը մինչև չկանգնեն ժողովրդի կողքին, սա իմ խոսքս չի, սա դարերով եկել է։ Փողատերը մինչև չկանգնի ժողովրդի կողքին, ժողովուրդը ուժ չի ունենում, հա ինքը լումա համախոнд, բայց ուժ չի ունենում, որտեղ փողատերը տանում փողա տալիս պետության ասում են, լավ եղեք։ Բոլորը տանում Աննային մարդը 10 միլիոնը մուծում են, ասում են ախպեր իրար հետ վարձել ենք, լավ ենք ախպերություն։ Ցավալի է սա։ Այդ է մեղավոր, բայց նույն փողատերը, նույն փողը տվել է այն իշխանության ժամանակ, նույն փողին, խո նորություն չի։ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ փողի հերթը բանի Մարքսի փողոցի հիմա ոնց է կոչվում, Խորենացու փողոց, հարկային Մաքսայինի հերթը, փող տալու նոր տարվա հերթը կաշառքից են, սունկեկով կանգնած էին, մինչև դուրս ելած։ Երկրորդ հարկից մինչև դուրս, Խաչատրյան Գագոյի կաբինետից մինչև դուրս։ Բա ոչ մի հոգի չի բռնվել, բռնվում է մի հատ պապի, որ խնձորակցե Նիկոլի Կոմսկի չի եկել, բռնվում է մի հատ խեղճ ու կրակ մարդ, որ այսօր եկել էր քաղաք, ասել է Նիկոլին անամ։ Էդ է։ Դրա համար ժողովուրդը հիասթափված է բոլորից։ Հարցրեք ժողովրդին, որ մեկին են ընդունում, եթե իհարկե ուղղորդ է։ Բոլորն ասում են Ազգ ջան, յանտուր, հիասթափել են։ Բոլորին եք տեսել եք 10 տարի, հիասթափ։ Այ երբ որ մեկը դուրս գայել եմ կրկնում, ասի ես մեղավոր եմ սենց բաների համար։ Ես ձեզ լուրջ եմ ասում, մեր ժողովուրդը այնքան խոհեմ է, որ ինքը շատ հարգալից բան ունի ղեկավար մարդու հանդեպ։ Խոհեմ է։ Թող ելնի ասի, ես հարցով մեղավոր եմ, այս հարցով դատելիքից ես համաձայն եմ, որ Նիկոլին գնան, ես եմ արել, այսքան տարել եմ, էսի դնում եմ Նիկոլին անեմ։ Դուք չեք պատկերացնի, քանի վայրկյան կտևի Նիկոլի փախուստը։ Փախուստը իհարկե ինքը որտեղ էլ փախնի, հետ են բերելու պատժել, բայց ինքը հատուկ է այս իր երիտասարդ թիմին բերես վերջի, որ զոհ տա։ Այն ովքեր իր մոտիկ են, շուշուտ իբր ստից գործից ազատեց ուղարկեց։ Այս երիտասարդ, այս կանայք, որ խոսալ չգիտեն այս սպանությունների տակից, ոնց են բոլորին զոհ տալու։ Այսինքն ինքը փախնել է, ասած թողի ժողովրդի դեմ։ Հիշեք ինչ կատարվեց Նեպալում եւ Դամասկոսում, բոլորին շարում էին բաների վրա, ստոլբի դեմը գնդակարում էր ժողովուրդ։ Նիկոլը դրան է տանում, ինքը սիրում է արում, հասկանեք, ինքը միշտ նեղված է իրենից։ Իր մոտ միշտ էս նեգատիվը կա, իր ընտանիքի, իր թիմի։ Իրենք են նեղված մարդիկ են, որ ոչ մեկին չեն սիրել ու իշխանությունը ստացա ամբողջ մուրը հանում են հայրի։ Ես սա ցավով եմ ասում։ Ցավով։ Այո, մեղավոր, ժողովուրդը ինչ անեն, ժողովրդին հասցրել են այն օրի 35 տարվա մեջ ցանկացածի, որ պատկերացեք մարդը գնում է աշխատում է իր Հայաստանում 8
ժամ գոյություն ունի, 1900 ժամ աշխատում, եւ աշխատում է 10, 12, 14 ժամ, այդ մարդը հոգնած գայս է տուն, իր 4000, 5000, 3000 դրամ աշխատում է, որ երեխու հաց առնի։ Նրա շատ վեճն է, ինքը միշտ ասում, այ մարդ ով էլ եկավ, ես պատրաստ։ Դրա համար ինքը ցանկություն էլ չունի մտածել։ Ժողովուրդը մեղք չունի, մտածողը մտավորականությունը 0 է, գոյություն չունի ընդհանրապես, գոյություն չունի, երաժիշտը, բանաստեղծը եւ այլն բոլորը ձոնում են մի մարդու Նիկոլին, դուրս է գալիս ամբողջ փողատերերը, որոնք էլի հարմարվել են, իրանց նոր նստած մարդու գրպանի փողը տվել են, ինչ որ պետք է իրանց համար տաք հալավը, տակներ ժողովուրդը ոնց ուզում է լինի։ Իրենք օգտվում են, սա է իրականությունն եմ ես խոսում, կարակ դուք կտրեք, ես համաձայն եմ կարակ շատ բաներ հանեք, որ ձեզ է վնաս չլինի, բայց ես իրականություն եմ խոսում, հարգելիքից։ Այս ձևը դուք ինձից լավ գիտեք, կարող է դուք չեք բարձրաձայնի ձեզ վնաս չլինի, բայց դուք ինձանից լավ գիտեք։ Այս է Հայաստանը, ցավալի է։ Ու այսօրվա մեր երիտասարդը, ես ուզում եմ առիթից օգտվելով իրոք շնորհակալություն հայտնել մեր երիտասարդներին, հիանում եմ, որ այսօրվա մեր երիտասարդը աճող, բավական կրթված է, բավական ռեալ է, բավական լավ է մտածում, ես հույս ունեմ, որ մենք պիտի մեր գործանենք փոխենք, բայց երիտասարդը ավելի լավ է։ Իմ հույսը մեր երիտասարդը, Աստված լույսը տալիս է։ Ես ուրախ եմ, որ մենք ունենք լավ, ընտիր, կազմակերպված, խելացի, սովորող, մի քանի լեզուների տիրապետող երիտասարդներ։ Իրենք հաստատ ավելի լավ են ապրելու։ Որովհետև այն ժամանակը, որ մեր Խորհրդային Միությունից հետո պատերազմ տեսած, սոված կռի, մենք ինչ-որ բաների հանդուրժեցինք, որ այդ իշխանությունները, հա, ես եղել եմ 17-15 տարեկան, հետո պատերազմ եւ այլն, մենք այդ իշխանությունները ինչ-որտեղ հանդուրժեցին, կուտտվին թե չէ, Ղարաբաղը ինչ ուզում էր լինել, դու սոված մեռի, քանի Ղարաբաղը չենք տվել, ես բարձրացրեց, որ բոլորը համաձայն էին տալու։ Հանքերով բանով նվիրեցին, գնա չկա Արցախ, չկա Արցախի գողացած հանքերի փող եւ Արցախ։ Իսկ երիտասարդները ավելի լուրջ են։ Ես ոչ թե գցում եմ իրանց վրա, ես պայքարելու եմ ինչքան կարամ, հանում կարող եմ հանում հայազգի տարբեր հարթակներից բացի իրական գործերով հիմա պատմելու բանը չի Սփյուռքում Հայաստանում, բայց ես համարում եմ մեր երիտասարդին շարժիչ ուժ։ Շատ գրագետ է մեր երիտասարդը։ Բոլոր երկրներից այ դրա համար է Նիկոլ ուզում փլուզի ուսման համակարգը։ Բերեք մեր Հայաստանի երիտասարդների Գերմանիա, եկեք ապշիկ տեսեք ոնց են հայերը առաջ, թե լեզուների իմանալով, թե խոսելով, թե ուղեղի արաբկությամբ, որտեղ Աստծո զավակներն են լույսը գլխով ստանում, ոտով տալիս են հողին։ Բերեք, ես հենց հիանում եմ մեր հայը, որ խոսում է, ես հենց դրական լույսային էներգիա եմ ստանում։ Ոչ մի երկիր, ոչ ռուսը, ոչ գերմանացին, ոչ ֆրանսիացին, ուղղակի գիտեք ոնց է, Հայաստանը ոնց գովազն է, դուք դրսից տենեք, վայ Փարիզ, վայ Բեռլին, չէ, իրականը դրա տակ այդքան էլ խելացի բան չի թաքնված։ Դուք մեր երիտասարդությունը հենց էներգիա ունի, հենց որակ ունի, որ չեք պատկերացնում։ Ես գտնում եմ, որ երիտասարդը ամենաուժեղ փրկությունն է, ու ամբողջ աշխարհը, մենք ոչ միայն վերադարձնելու ենք Արցախ, Նախիջևան, սա փոքր բաներ է, ամբողջ մեծ հայքը, որ Նիկոլը բախվում է դրանից 613,000 քառակուսի կիլոմետր, իսկ ընդհանրապես աշխարհը հայից ստեղծված է, հայն է աշխարհի հիմքը, բոլոր անունները վերածում ենք մենք հայերենով։ Ես ապշելու բան ասեմ, Նյուրնբերգը ստեղծվել է հայ նորիկյան դինաստիայի կողմից։ Նյուրնբերգը այս նշանակում է նորիկի բեռ։ Դա ինձ պատմել են գերմանացի պատմաբաններ, ուսումնասիրել եմ եւ ամեն օր գտնում եմ ամբողջ Գերմանիան ու Ֆրանսիան Կիլիկիայի գերբերը։ Վրան հայերեն եկեղեցում գրածած ջուկները ջնջել են։ Հայերեն ղ տառը մնացել է։ Նյուրնբերգի գերբը բացեք հաղորդումից հետո նայեք, կոչվում է նորից կամ նորիկիս, հրեշտակ աղջիկա թևերով ոնց որ Գերմանական 23 քաղաք ու մարզ ունեն Կիլիկիայի գերբը։ Ինչպես նաև Լևոն 6-րդի գերբը ունեն Իսպանիան, հոլա հետո եկել է դա մոդայա եղել արդեն Շվեդիա, գերբերի մեջ Պրագայինը, Նորվեգիայինը եւ Ֆրանսիա ամրոցներ կան, մտնում ես վրան հայերեն գրած է։ Այս ամրոցը նվիրել ենք Լևոն 6-րդ Լուսինյանին, համայն Մադրիդի եւ համայն հայոց թագավոր 100-ամյա պատերազմը վերջացնելու համար։ Բան է եղել, Լևոն 6-րդը եղել է Եվրոպայում ավտորիտետ, 100-ամյա պատերազմը ավարտել է, 20-ից ավելի ամրոց Ֆրանսիայում ու Գերմանիայում վրան հայերեն գրած է, ոչ մեկ չգիտի։ Բավարիայի լեզուն 2 դար եղել է հայերեն։
բոլոր քաղաքների վրա հիշեցնենք հռոմեական սրբազան կայսրության գերբը, դա Մամիկոնյանների գերբն է երկգլխանի արծիվը։ Եկավ Բյուզանդիա, հայ բանակաթեմերը բերին Բյուզանդիա, Բյուզանդիայից Ռուսաստան, հռոմեական սրբազան կայսրություն։ Մենք ստեղծող արարող ուժն ենք, լույսը հայն, մութը ջհուդն է եւ նրա նման սատանիստները։ Տեսեք մեր արարիչ Արարատ, այր, արև, նրանցը ռա, հակառակ կողմը, մթի ուժը, ռայի աստվածություն, չէ՞ ելք։ Տեսու, մենք ուժեղ ենք, բայց այսպես կողքից անընդհատ փորելի են, էլի, այդ կեղտոտ ուժերը։ Հանձինս Նիկոլ Փաշինյանից։ Շնորհակալ եմ, պարոն Թադևոսյան, հետաքրքրեցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, վերջացնում ենք արդեն։ Կարող եմ լավ ասել վերջնական խոսք։ Ինչպես։ Կարող եմ վերջին խոսք ասել։ Իհարկե։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, շնորհակալություն եմ ուզում հայտնել Օրագիր News-ին եւ ձեզ, Արգելի Արփինե, հրավերի համար։ Հիշեցնեմ ձեզ, որ Հայաստանի իմ համար սա շատ անակնկալ էր, 4 տարի մոտավորապես 2100 հաղորդում եմ տվել տարբեր ալիքներով, ունենք մենք ֆիլմ հանած ազգասերներով, հայ մտքի կրողը կարող եք մտնել նայել 4 լեզվով հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն, իմ YouTube-ի տակ կա, առաջին հրավերն է, շնորհակալություն եմ ուզում հայտնել եւ ես կցանկանայի այսպիսի հրավերներ լիներ, բայց ոչ շատ քաղաքական, այլ հայականության, որտեղ ես շատ բաներ եմ բացահայտել հայոց պատմությունից Եվրոպայում, որը ցավոք սրտի մեզ չեն թողնում հասնի Նիկոլա նմանների եւ իրենց տերերի ձեռքով, այսինքն եթե ես Նյուրնբերգի համար չասեի, դուք չեք իմանա եւ մի շարք այդպիսի բաներ հետաքրքիր կարող եմ ձեզ ասել, ապշեք, որը դուք գտել եք։ Հիշեցնեմ իմ հյուրներ ազգասերների խմբի ղեկավար, Քոչարի կուսակցության խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Գագիկ Թադևոսյանին։ Դա հանդիպենք։